Բարելիս բոլորին, այսօր ամսի 5-ն է, եկեք տեսնենք, թե շուկան ինչ ունի մեզ ասելու, բայց մինչ անդրադառնալը շուկային, կուզենայի երեկվա պատմությունին ևս անդրադառնայի, ինչպես տեսնում եք, 85,000 դիտում եմ ունեցել, 25 հատ լայք ու 26 հատ հիմնականում ինձ կոմենտ, որտեղ որ ասում էին դու լավ չես, Հայկ ջան, ինչ ես խոսում, ընդհանրապես you are nuts 20 րոպեուն ես close անելու, հեսա գործարքդ փակվելու է մինուսով եւ այլն եւ այլն։ Դուրս եկավ, որ ես ճիշտ էի, որովհետեւ երբ որ դու կարողանում ես հասկանաս գլոբալ, շուկան ինչ է քեզ թելադրում, ոչ թե դու ինչ ես զգում, այսինքն զգայարաններ էմոցիոնալ trading-ը մի կողմ ենք դնում, զուտ նայում ենք այն ինչը որ գրաֆիկան մեզ ասում է, ու գրաֆիկան, այսինքն այս մոմերը մեզ ասում են հետեւյալը, որ շաբաթական մոմը փակվել է դեպի ներքև, ավելի մեծ մարմնով քան նախորդ կանաչը, հետևաբար ինձ համար սա հստակ ազդակ է, որ դեպի ներքև է իջնելու։ Ես սպասեցի եւս մի հատ օրական մոմ դեպի ներքև փակվի ու երեք տեսակ որպես ընկավ շուկան ու այս օր նույնպես ես կարծում եմ, որ ինքը շարունակելու անկնել Ինչի համար, որովհետև եթե ինքը բարձրանալու միտում ունենա, առաջի հերթին նախ այս trend line-ը, այս գիծը որ կա, ինքը պետքա առնվազն ջարդի, որպեսզի շարունակի վերև բարձրանալ, բայց դեռևս ես այդ ուժը չեմ տեսնում, լավ։ Երկրորդ trend-ը որ տեսնում եմ նույնպես, այս այս բոլոր փոքր այդ բաներով, ու այսպես տեսնում եք, որ այստեղ երեք ինքը ջարդեց ներքև որից հետո իմ կարծիքով ինքը շարունակելու է ներքև, երբ որ 4 ժամանոց գրաֆիկան ենք նայում, տեսնում եք, որ 4 ժամանոց այս մոմը բարձրացավ վերև այս supply զոնայա կոչվում, կպնելուն պես ընկավ, կարմիր գույն, ապա շարունակությունը միանշանակ է լինելու, որովհետև իջնելու է ներքև եւ այլն մոտավորապես 103,000 ու կես։ Ես որպեսզի գործարքի մտնեմ, մի հատ լավ մակարդակ եմ տեսել, այս մակարդակն է, այստեղ, որտեղ պայքար է եղել վերև ներքև ու ջարդել է դեպի ներքև։ Տեսեք, այս պայքարի հետաքրքիրը որն է, փորձել են երկու գնորդներն ու վաճառողները հասկանան ում մեջքն է ավելի պինդ ու վաճառողները միանշանակ ավելի պինդ էր դասընթացի ընթացքում ես միշտ ասում եմ հետևյալը տեսեք ինչքան է հարաբերակցությունը ռիսկի ու հաղթելու հավանականություն risk reward կոչվածը եթե մեկը 3-ից ավել է լինում այսինքն ինչքանը որ ռիսկ ես անում ու ինչքանը որ կարա ստանաս ապա այդ գործարքը քեզ համար է հիմա տեսեք այստեղ մեկը 5-ին է այսինքն եթե այստեղ մենք միջև այստեղ գործարքի մտնենք դեպի ներքև այս կետի վրա ու ռիսկ անենք $100 որ այստեղ երբ որ հասնի -$100 ենք լինելու մեր հավանականությունը շատ մեծ է որ այստեղից այստեղ ինքը ընկնելու է ու $500 դու կարողանալու ես վաստակես որովհետև նորից եմ ասում մեկը 5-ի է հա այսինքն պայքար զոնա ունենք որը որ մեկը 5-ի է պլյուս ունենք շաբաթական դեպի ներքև ճնշում, օրական դեպի ներքև ճնշում ու ունենալով եւս այս զոնան, որ վաճառքային զոնա է 1-5-ի հարաբերակցությամբ, սա այսպես ասած մի հատ հրաշք բան է, որ չի կարելի բաց թողել ու բնականաբար ես այն պահին, երբ որ հասնի այստեղ, նորից որտեղ սա կարծում եմ ինքը բարձրանալու այստեղ, նոր այստեղից ինքը իջնի մեծ գրաֆիկա որ նայում ենք մոտավորապես 103,700-ի կարգի, որից հետո եթե չպահեց այդ մակարդակը, արդեն գալու է $102,400 սահմաններում։ Համենայն դեպս սա է իմ կանխատեսումը այսօրվա համար, մի փոքր նույնպես դասընթաց, թե ինչպես եմ ես նայում, ինչպես նաև մակրոէկոնոմիկ լուրերը տեսնենք, այսօր ինչա մեզ սպասվում։ Ահա Տեսեք, ուրեմն ինչ ունենք մեզ այսօր, որ կարա շուկան տատանի, հա, այսինքն վերև ներքև անի, սա է, որը որ unemployment claims-ն է, ինքը կարմիր, ուրեմն impact ունեցող հզոր նորություն է, ու ինչ է սպասվում, որ 240-ից 236 պետք է իջնի, ու ինքը ինչ է նշանակում։ Ասում է, եթե actual-ը, որը որ պետքա տեղի ունենա, ավելի քիչ է, քան forecast-ը, այսինքն forecast-ը սա է, հիմա տեսեք, մենք ունենք 236,000,
unemployment claims։ Եթե սա օրինակ եղավ 200,000, սա եւ Bitcoin-ի եւ դոլարի համար լավ ալնելու ինքը աճելու է, բայց հաշվի առնելով երեկվա լուրերը, որը որ մենք ինչ էինք սպասում այստեղ ADP non-farm employment change-ը, որը որ վերաբերվում է հենց գործերին, հա, գործազուրկ եւ այլն, ինքը ինչ էր սպասվում, որ պետքա բարձրանար, այսինքն գործ ունեցող մարդիկ պետքա բարձրանային, բայց բարձվում է ինչ նախորդը 60,000 էր, 111,000 է սպասվում, վերջում 37,000 եղավ։ Այսինքն սրանց համեմատականը շատ մեծ էր, դրա համար ճնշումը դեպի ներքև եղավ Bitcoin-ի։ Ըստ տրամաբանության նույն բանն էլ ես այսօր եմ սպասում, որ եթե 236-ից բարձր եղավ, Bitcoin-ը, դոլարը եւ այլն անկում են ունենալու ու այն մակարդակները, որ ասացի, 100, 2,000 եւ այլն, իրանք միանշանակ ավելի մեծ հավանականություն կունենան, որ կհասնի։ Դա ժամը 4:30 է լինելու Հայաստանի ժամով, հենց որ սպասենք, տեսնենք ինչա տեղի ունենալու։ Այսքան այսօրվա համար, մերսի, հաջողություն։